Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես հարցազրույցի եմ հրավիրել քաղաքական հասարակական ակտիվ գործիչ, Երևանի ավագանու մայր Հայաստան խմբակցության անդամ, իրավունքի և արժեքների գերակայություն հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանն է իմ հյուրը, ողջունում եմ ձեզ, պարոն Տեր-Եսայան։ Պիտի խնդրեմ ձեզ, մենք սկսենք մեր հարցազրույցը հետևյալ հերթական ցնցող դեպքն է կատարում ընդդիմադիր գործչի հետ կապված, հա, դուք Facebook-յան ձեր էջով տեղեկացրեցիք, որ կեսգիշերին երկու դիմակավորված անձիկ դանակներով փորձել են ձեր բնակարաններ խուժել, գրել էիք, որ բարեբախտաբար նրանց խոչընդոտել են, տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո նրանք դիմել են փախուստի։ Ես կխնդրեմ փոքրինչ մանրամասնեք, ինչու են այդ երբ է եղել, նախ մի փոքր ժամանակագրական առումով, հա, դեպքը, ուղղակի արձանագրեք ինչ է կատարվել, լսում ենք ձեզ, խնդրեմ, հետո կբացենք փակագծերը, թե մենք իրականում ինչի հետ գործ ունենք, լսում ենք, պարոն Տեր-Եսայան, խնդրեմ։ Շնորհակալություն լուսաբանելու համար, դեպքը տեղի է ունեցել ամսի 15-ին օգոստոսի ժամը 4-ին գիշերը։ Երկու հոգի դիմակավորված, ամբողջովին դիմակավորված եւ պատրաստված պրոֆեսիոնալ տղաներ էին։ Տեսանյութերը ես ձեզ կներկայացնեմ, որպեսզի դուք ավելի լավ տեսնեք, ինչպես են իրենք պատրաստված դանակներով, գործիքներով, որպեսզի իրենք կարողանան ներխուժել տուն, քանի որ սեփական տուն է, պարիսպապատ, իրենք մագլցել են 4 մետր պարիսպից վերև, 4 մետրից իրենք թռան ներքև, եւ այսինքն իրենք շատ լավ գիտակցելով, որ իրենք թռնում են ներքև բարձրությունից եւ հետ բարձրանալը անհնար է իրենց համար, մի հոգին թռնում է եւ մյուսին է կանչում, տեսնելով, որ անհնար է։ Ինքը տեսնում են, որ կա շուն, այսինքն եթե գամփր շուն կա բակում, իրենք դրա համար էլ են պատրաստված, իրենք երկուսն էլ մեծ դանակներով են պատրաստեն շանը սպանեն, որպեսզի ներխուժեն տուն։ Բացի այդ, իրենց մտածելակերպն է շատ զարմանալի, որ եթե իրենք հետ չեն կարողանալու բարձրանան, այսինքն իրենք դարպասները պետք է կոտրեն ներսից, այսինքն ամեն ինչին պատրաստ են իրենք, պրոֆեսիոնալ, պատրաստված, ես կասկածում եմ նաև, որ դա պատվեր է եղել, թեկուզ քաղաքական, թեկուզ հնարավոր է նաև քաղաքական, որպես ինձ վախեցնեն, որպես ինձ լռեցնեն, չթողնեն ես խոսեմ իմ ակտիվությունին, քանի որ սեպտեմբերին 8-ին նոր նստաշրջան է սկսվում ավագանու նիստին եւ մենք պատրաստվում ենք Մայր Հայաստան կուսակցության խմբակցության անդամներով էլ ավելի ակտիվ լինել, էլ ավելի լուսաբանել քաղաքի կատարվող ոչ քաղաքի բնակիչներին նպաստավոր գործունեությունը Երևանի քաղաքապետարանի եւ իրենք հնարավոր է, որ փորձում են դրանով լռեցնեն ինձ, վախեցնեն այսինքն։ Եթե մտնեին իրենք տուն, դուք պատկերացնում եք ինչ կլիներ, եթե այնտեղ լինեին իմ անչափահաս երեխան, իմ կինը, ես այդ երկու դիմակավորված դանակներով զինված մարդկանց հետ ես ինչ կռիվ պետք է անեի։ Մահու կռիվ։ Պարոն Տեր-Եսայան, այսինքն այդ պահին բնակարանում տանը ոչ ոք չի եղել։ Այո, պարկաստ ոչ չի եղել, այնտեղ եղել են այնտեղ ժամանակավոր իմ կողմից թույլատրված մարդիկ, ովքեր երկու հոգի իսկում էին ներսը եւ իրենք շան հաչոցից, շան դիմադրությունից զարթնեցին եւ դիմադրություն ցույց տվեցին իրենց։ Պարոն Տեր-Եսայան, ես կխնդրեմ, հիմա դուք ձեր խոսքում իհարկե ակնարկեցիք, այսինքն դուք այս ամենի հետևում ոչ թե ուղղակի սովորական գողեր էին, որոնք եկել էին բնակարանը թալանելու, այլ քաղաքական հստակ նպատակներ եք տեսնում, այսինքն այս հարձակման հետևում կանգնած է պատվեր, օրինակ իշխանության պատվերը ընդդիմադիր գործչին վախեցնելու, լռեցնելու, դուք այդ միտումը, այդ ծրագիրն եք տեսնում, այդ նպատակն եք տեսնում։ Ես չեմ բացառում դա, քանի որ երկու օր է համապատասխան ուժային մարմինները չեն զբաղվում կամ զբաղվում են
ցույց են տալիս, որ զբաղվում են, բայց չեն բռնել։ Ասեմ ձեզ, որ ամբողջը սեփական տների սեկտոր է եւ այնտեղ բոլորը ունեն իրենց տեսախցիկները։ Փողոցում կա տեսախցիկներ երկու կողմանի։ Իրենք մեքենայով նախապես անցել են այնտեղով, ուսումնասիրել են։ Մեկ այլ տեսախցիկով պարզ երևում է, որ հենց այդ դեպքից 5 րոպե առաջ սպիտակ մեքենա անցել են երկու անգամ, ուսումնասիրել են։ Դրանից 4 օր առաջ նորից եկել են, ուսումնասիրել են, լույսերը անջատել են։ Այսինքն իրենք ամբողջովին տեղանք ուսումնասիրել են եւ տեղանքում գտնվող բոլոր տեսախցիկներից հնարավոր է իրենց արդեն իսկ իրենց մեքենաները արձանագրել, ինչ պետհամարի շներով են եղել եւ միանգամից իրենց կարող են ձերբակալել, բայց առ այսօր հենց այս Այդ մասին րոպեին քիչ ոչ մի անց կներեք, բան չի քիչ կատարվել։ անց կխոսենք իրավական հարթության մեջ ինչ է արվել, բայց մի փոքր ավելի բացենք, հա, այսինքն հստակ ցույց է տալիս ձեր խոսքից հասկանում եմ, որ մի քանի օր շարունակ ուսումնասիրել են դիրքը, բնակարանը, ինչպես կարող են մոտենալ, հա, այսինքն սա նախապատրաստված, կազմակերպված, ծրագրավորված հարձակում է ընդդիմադիր գործչի բնակարանի կամ տան վրա։ Այս ձևակերպումը իմ ճիշտ է։ Երկու օր շարունակ իրենք գալիս են ժամը 4-ից 5-ի հատվածում գիշերը, անջատում էին բոլորի տների հաշվիչների վերևը կան ապահովիչներ։ Ապահովիչները անջատում էին, որպեսզի հոսանքազրկեն, բոլորին հոսանքազրկում էին, եւ մեր հարևանները դրանից ելնելով անհանգստացել են եւ փորձել են իրենց բնականի տեսախցիկներով նայել, որ ինչու է այդպես, հենց 4-ից 5-ի հատվածում ժամը իրենց լույսերը գնում։ Եվ նայել տեսել են, որ երկու հոգի մոտենում են իմ դարպասներին, փորձում են դարպասը բացեն, չեն կարողանում, փորձ են անում, ուսումնասիրում են, նկարում են, այսպեսով իրենք այնպես չի, որ եկել են, պատահական տեսել են, մտել են, իրենք շատ լավ ուսումնասիրել են։ Եվ բարեբախտաբար, փաստորեն ձեր ներքին տեսախցիկը եւս ֆիքսել են։ Այո, Այսինքն, որքան է նրանք այո, փորձել են անջատել ընդհանուր, հա, տարածքի լույսերը, ամեն մեկի բնակարանին կից տեսախցիկները ֆիքսում են ամբողջը մանրամասնությամբ։ Կա ձեր ձեռքի տակ հստակ փաստեր այդ առումով, այո։ այո, ես ձեզ կներկայացնեմ, որպեսզի կխնդրեմ կցեք դուք մեր նյութին այսօրվա, Այո։ որպեսզի մեր դիտորդներն էլ տեսնեն, մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչպես է աշխատում այդ այդ ծրագիրը լրացնելու կամ վախեցնելու ծրագիրը։ Նաև հարևանների տեսախցիկներն են, ինչպես հասկացա ձեր խոսքից, ֆիքսել իրենց ակտիվ, այսպես շարժը ձեր տան Այո, տարածքի մոտ։ այո, այո, yes, Այսինքն այդ ամբողջ նյութերը ձեր ձեռքի տակ կան, որոնք դուք արդեն համապատասխան մարմիններին հանձնել եք։ այո, հանձնել ենք, այո, Դե հիմա եկեք հասկանանք ինչ ակնկալել, դուք շեշտում եք, որ սպասում եմ իրավապահները չեն սահմանափակվի միայն դեպքի արձանագրմամբ, այլ կգնան մինչև վերջ, կբացահայտեն պատվիրատուներին, կազմակերպիչներին, կատարողներին, եթե քննությամբ նման հանգամանքներ հաստատվեն։ Ես երբ ընթերցեցի ձեր այս գրառումը Facebook-յան էջում, մեր Facebook-յան օգտատերերի արձագանքները եւս նայեցի եւ հասկացա, որ ընդհանուր հասարակության մեջ մեր մեծ թերահավատություն կա իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված։ Եվ մարդիկ հստակ ասում են, ոնց կարող ենք հավատալ, հա, ասենք ինչ սпасել մի համակարգից, որին հրահանգ տվողը վերևում այդ մեկ անձն է եւ այդ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա ես կուզեմ լսել ձեզ, ինչ հույսեր ունեք, որ հերթական այս դեպքը ի վերջո կբացահայտվի, որտեղ մենք ելի ունենք դեպքեր մեր ընդդիմադիր գործիչների դեմ իրականացված, օրինակ Էդգար Ղազարյանի վրա հարձակումը, նրան ծեծիկ ենթարկելու այդ փաստը, բազմաթիվ դեպքեր կան, որտեղ իրավապահ մարմինների այդպես գործունեության ակտիվություն չենք նկատում, բայց ասենք օրինակ, եթե իշխանության որևէ ներկայացուցիչ կամ իշխանության սատելիտ որևէ անձ լինի, շատ արագ արձագանքում են նրա բոլոր այսպես հայթերին, ներկայացրած դիմումներին, իրավապահ մարմինների։
Հիմա ես ձեր կարծիքը եմ ուզում լսել, որքանով վստահել, որ այս գործը կբացահայտվի, ինչպես դուք եք նշում, պատվիրատուների, կազմակերպիչների, կատարողների մասով, խնդրեմ։ Ես լիահույս եմ, որպեսզի դա կկատարվի, կբացահայտվի, բայց ես նույնպես կարդացի կոմենտները, ճիշտ ասած, հասկանում եմ, որ ընդդիմադիր մի մեծ զանգված կա Հայաստանում, որ իրենք հույս չեն կապում ընդհանրապես այսօրվա իշխանություններին, այսօրվա ուժային մարմինների հետ։ Այո։ Եթե, եկեք այսպեսի վարկած վերցնենք, եթե սա պետական պատվեր չէ, ուրեմն 100% կբացահայտվի, եթե պետական պատվեր չէ։ Օրինակ, դուք գիտեք, որ անցյալ տարի մեր Մայր Հայաստան խմբակցության ավականիներից Գևորգ Ստեփանյանի մեքենան այրեցին, չէ, իրենց բակում։ Առ այսօր չի բացահայտվել պատվիրատուն։ Ասացին իբրև գտել են ով է, բայց չբացահայտվեց, դատավարությունը չի ավարտվել, դատաքննություն չի ավարտվել։ Այսպեսով կարելի է կասկածել, որ պետապետ պատվեր է կամ ինչ-որ իրենց հետ սատելիտ ինչ-որ կազմակերպությունների պատվեր է եղել։ Հիմա նույնը իմը, եթե չբացահայտվի, որը շատ հեշտ է բացահայտելը, շատ հեշտ է։ Անգամ պետական կառույցներ կան իմ հարևանությամբ, որոնց տեսախցիկները աշխատում են 24 ժամ ամենաբարձր որակով։ Այդտեղից անցնող մեքենաների այն ամենամանր կետիկները մեքենաների կարելի է նկարել եւ մոդիկացնել զում անել։ Մուրացյանի հոսպիտալն է, այլ կառույցներ են։ Այսինքն պրոբլեմ չկա ուժային մարմինների կողմից, որպեսզի կարողանան բացահայտել այս խմբակային հարձակումը իմ տան վրա, իմ սեփականության վրա։ Պարոն Տեր-Եսայան, դուք իհարկե ակտիվ քաղաքական հասարակական գործիչ եք, շատ ակտիվ հայտարարություններ եք անում տնտեսական, սոցիալական, Երևանին առնչվող հարցերով, բնապահպանական եւ այլն, բայց դուք կարծում եք, որ դուք վտանգ եք ներկայացնում իշխանության համար, որ իրենք գնացել են լռեցման նման ճանապարհով։ Գուցե գնահատականը տալիս է հանրությունը, ասեմ, որ տեսնելով իմ գործունեությունը, իմ ակտիվությունը, հանրությունը շատ ակտիվ է իմ Facebook-յան էջում, իմ YouTube-յան էջերում, տարբեր Telegram-յան էջերում, մարդիկ շատ ակտիվ են, նայում են, տարածում են, TikTok-յան էջում, շատ ակտիվ են եւ հնարավոր է, որ ես իրենց ինչ-որ մի ձև խանգարում եմ, քանի որ ես լուսաբանում եմ ամեն ինչ, քաղաքային խնդիրներ, միջազգային խնդիրներ, ներքին խնդիրներ, ամեն ինչ լուսաբանում եմ, ամեն ինչ վերլուծում եմ, ինչ վերլուծել եմ, դուք եւս գիտեք, բազում անգամներ ձեր մոտ եմ հյուր եղել, նախքին ձեր աշխատանքային վայրում եմ հյուր եղել, ինչ վերլուծել եմ անգամ Արցախի կորուստը, բոլորը կատարվել է։ Եվ հնարավոր է, որ վտանգ եմ սպառնում իրենց հանրային, այսպես ասած, իրենց հանրային հեղինակությունը ընկնելու համար։ Այդ առումով, որպեսզի իրենց ռեյտինգը չընկնի, հնարավոր ձևերով կփորձեն նման արարքներ կատարել։ Ամեն դեպքում դուք թիրախավորվում եք օրինակ քաղաքային իշխանություններից, օրինակ քաղաքապետարան, Տիգրան Ավինյան, ավելի շատ ձեզ հետ, հայ, ես ուզում եմ հասկանալ, ովքեր են անձիկ իշխանական, որոնց կողմից դուք թիրախավորվում եք։ Դեռ չգիտեմ։ Հույսով եմ կիմանանք, հույսով եմ հետագայում կլինի ամեն ինչը կպարզաբանվի, կլինի իշխանափոխություն եւ ամեն ինչ կգա ջրի երես, կպարզաբանվի։ Մինչև դրան Եթե հասնելը, մենք պիտի հասկանանք ինչ է այս իշխանությունը ծրագրեր նաև ներսում ընդդիմադիրների դեմ, ինչ գործիքակազմեր է փորձում օգտագործել լռեցնելու համար, որովհետև մենք ընդառաջ ենք գնում շատ վտանգավոր արտաքին քաղաքական զարգացումների, դա սահմանադրության փոփոխության պահանջն է Ադրբեջանի կողմից, Ալիևը նոր պահանջ է դնում ատոմակայանը փակելու, հայկական ատոմակայանը փակելու եւ այսպես ներկայանում է, որ ինքը այդ հարցերը կլուծի, Հայաստանին կօգնի, այսինքն ուղղակիորեն Հայաստանը կլանում են նաև էներգետիկ առումով դարձնելու համար իր
ենթակա պետություն, մենք լրջագույն իրավիճակների առաջ ենք, Ռուսաստանից ենք լսում հանրաքվեի անհրաժեշտության պահանջ, ի վերջո որտեղ է Հայաստանը, Եվրամիություն, ԵԱՏՄ տարածք, այսինքն մենք լուրջ ընտրության, քվեարկությունների, հանրաքվեների փուլ ենք մտնում ժողովրդի ձայնի բարձրացման եւ ակտիվության հնարավոր ակտիվության փուլ ենք մտնում եւ պետք է այս իշխանությունը մտադրված լրացնի ընդդիմությանը։ Մեկ հատվածը սա է, որ հստակ ծրագիր է գնում ձեզ լրացնելու այդ գլոբալ հարցերի հետ կապված, ինչպես նաև մյուս ընդդիմադիրներին։ Մյուս հատվածը, օրինակ, ինձ այսպիսի կարծիք հայտնեցին, որ Տիգրան Ավինյանը անձամբ ինքը ուղարկում է ինչ-որ մարդկանց, որպեսզի ավականու ակտիվ անդամներին ուղղակի այդպես հա լոկալ բնույթով լրացնի, այդպես վախեցնի, լրացնի։ Սա ուզում հասկանալ Տիգրան Ավինյանի ավելի պարզ ասեմ, մատը խառը տեսնում եք այս ամեն ինչու։ Նայեք, եթե վերլուծենք այսպես, որ ես Քարլ Բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի թիմակիցն եմ, ու երբ մենք սկսեցինք ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվել եւ մտանք ակտիվ քարոզչական փուլ, այսինքն մեր կուսակցությունը, Մայր Հայաստան կուսակցությունը, ինքը վտանգ էր սպառնում հեղինակությանը ՔՊ-ի եւ իսկույն ամեն ինչ արեցին, որպեսզի Անդրանիկ Թևանյանին մեկուսացնեն։ Դա հենց երևաց, որ քարոզարշավից 10 օր հետո միանգամից Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին, կալանավորեցին ամենավատ մեղադրանքներով, դավաճան, պետական դավաճան, այն ամենավատ մեղադրանքներով, որը ապացուցված չէր, առ այսօր ապացուցված չէ։ Այսինքն սին դեղցիկներով իրեն առ այսօր կալանավորել են։ Դրանից հետո կալանավորեցին մեր Արեգնազ Մանուկյանին, ով Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ է։ Դրանից հետո կալանավորեցին, հենց տեսան, որ մենք միացանք, համատեղ մասնակցեցինք Գագիկ Ծառուկյանի հետ ընտրություններին ԱԺ, կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Այսինքն դա մենք որ վերլուծում ենք այսպես, որ եթե մենք չենք խանգարում իրենց, բա ինչու են կալանավորում, ինչու են լրացնում, ինչու են ավականի նիստի ժամանակ սադրում, որպեսի ծեծկրտուկ լինի, ու այնպիսի ծեծկրտուկ, որ են գայլերի ոհմակի նման հարձակվեցին մեր 2 հոգու վրա։ Այս բավոր այդ ծեծկրտուկի ժամանակ այնպիսի հարվածներ հասցնեին, որ մահացու հարվածներ լիներ կամ կիսամահացու, ես առ այսօր պարկած լինեի հիվանդանոցում, գլխիս բազում հարվածներ են խփել։ Այսինքն նշանակում է, որ մենք իրենց խանգարում ենք, չէ՞։ Նշանակում է, որ մենք իրենց համար փողոցային, թե գետնի վրա, թե ներսում, ամենա իրենց համար վտանգավոր, իրենց հեղինակությունը գցող, մենք ակտիվ քաղաքական գործիչներն ենք։ Պարոն Տերեսյան, շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք եւ հարցին ուզում էի անդրադառնալ։ Այո, այդ ծեծկրտուքին կուզենայի մի փոքր անդրադառնալ հետեւյալ տեսանկյունից։ Խոսքս ավականու նիստի ընթացքում տեղ ունեցած այդ ծեծկրտուկի մասին է, այո, դուք հարվածներ եք ստացել, առողջական առումով խնդիրներ ունեցաք։ Ինչ փուլում է, ինչ ընթացք է, դուք դիմում եք ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այս պահին այդ գործով ինչ ընթացք կա։ Գործը դեռ քննչականում է, քննչական մարմինները զբաղվում են, արդեն երկրորդ անգամ գնացել եմ։ Մեղադրյալ չկա, շատ հետաքրքիր է, 40 հոգուց տեսակ տեսանյութերը, քանի հոգով էին արձակվել ու քանի հոգի էին փորձում իրենց ցույց տալ Տիգրան Ավինյանին որպես ուժեղ տղա, այսպես ասած օճառը ձեռքները կռվում էին մեր հետ, որպեսզի ցույց տային, որ իրենք հավատարիմ են Տիգրան Ավինյանին, ու այսքանից հետո տեսանյութերն էլ ուսումնասիրելուց այսքանից հետո ոչ մեկ համապատասխան չի պատժվել, թե քաղաքային իշխանության կողմից նկատողություն չի ստացել, աշխատանքից չեն հեռացվել, հələ մի բան էլ խրախուսվել են, այսպես ասած, ու պարգևավճարներ են ստացել։ Հիմա էլ իրենց համար ամառային արձակուրդների մեջ են տարբեր երկրներում։
Հասկանալի է, դա եւս խոսում է այն մասին, որ մենք իսկապես գործ ունենք ընդդիմության դեմ ծրագրված հստակ հարձակումների հետ։ Լրացնեն, չխոսեն, վախեցնեն, այդ ծրագիրն է, որը շարունակվում է եւ դա է պատճառը, որ Հայաստանի բանտերը լցված են քաղ բանտարկյալներով։ Թեպետ կարծում եմ լսել եք խորհրդարանական այս քննարկումների ժամանակ, նիստերի ժամանակ քվեական падգամավորները մեկը մեկին հաջորդելով խոսում են այն մասին, որ Հայաստանում չկան քաղ բանտարկյալներ։ Հա, այսպես շատ զարմացած ով է ասում, որ քաղ բանտարկյալներ կան, հա, այսպես շատ վստահ հայտարարում են եւ ասում են, եթե քաղ բանտարկյալներ լինեին Հայաստանում, դա կարձանագրվեր նաեւ միջազգային կառույցների կողմից։ Դուք ինչ կասեք, ինչպես կարձագանքեք այս, չգիտեմ, ինչ բնորոշում տան հայտարարությունների։ Մենակ մենակ Անդրանիկ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի կալանավորումները դա պարզ ապացույց է, որ քաղբանտարկյալներ կան։ Առ այսօր ոչ մի ձև չեն կարողանում իրենք հիմնավորեն իրենց մեղադրանքը։ Մեր փաստաբանների ելույթները դուք տեսաք, մեր փաստաբանների միջնորդություններն եք տեսնում, սին գործը, օդ փուչիկ գործը փաստաբանների ասելով, որ Արեգնազ Մանուկյանն էլ 2 ամիս հետո մտածված նորից կալանավորեցին, իբրև հարցաքննություններ, պարզաբանումներ, որպեսզի շարունակեն Անդրանիկ Թևանյանի կալանքը, որպեսզի շարունակվի կալանքը։ Այսինքն, եթե գործը մտնի դատարան, այս վիճակում գործը մտնի դատարան, միանգամից փլուզվելու է ըստ փաստաբանների։ Դա նշանակում է, որ քաղբանտարկյալ են մարդիկ, ոչ օրենքի ուժով, այսինքն արհեստական ձգձգելով, արհեստական իրենց պահում են կալանավայրում, Այո, մեկուսացնում են գնությունից, իրենց քաղաքական գործունեությունից։ այո, Եթե մեկուսացնում են քաղաքական գործունեությունից, չէ, զրկում են հանրության հետ շփումից, նշանակում է իրենք քաղբանտարկյալ են։ Եթե իրենք հանցանք են գործել, հանցանքն էլ չի ապացուցվում 4 ամիս է արդեն Անդրանիկ Թևանյանի, նշանակում է ինքը քաղբանտարկյալ է։ Եվ օրինակները այսպես բազմաթիվ են, Սրբազանի եւ 17 արդարների գործը, տեսեք ինչ է կատարում, հայտարարեցին ահաբեկիչ, այսինքն Սրբազան, Բագրատ Սրբազանին որակեցին ահաբեկիչ եւ նրա ընկերներին։ Հետո պարզվում է հիմա ամբողջը սուտ է։ Փուչիկի պես պայթել է այդ ամբողջ գործը, կեղծիքը բացահայտվել է, բայց դարձյալ տնային գոնե թե տնային կալանքով շարունակում են պահել, օրինակ Արտուր Սարգսյանին շարունակում են պահել տնային կալանքի մեջ եւ մյուսներին, այսինքն ամեն ինչ արվում է մարդկանց վրա գործ կարելու, մարդկանց կեղտոտ պիտակավորելու, հա, օրինակ Անդրանիկ Թևանյանի պարագայում գաղտնիք պարունակող իբր փաստաթղթեր է փոխանցել եւ դավաճանի հայրենիքի պետական դավաճանի այսպես կնիքն են փորձում մարդկանց ճակատին խփել, ինչպես ահաբեկիչներ անվանեցին 17 արդարներին։ Ես կուզեմ այս մասին դուք խոսեք, գիտեք, դա սա լրջագույն խնդիր է։ Իսկ տեսեք, տեղեկատվության մեջ կա, որպես նաև լրագրող եմ ասում, շատ կարևոր մի բան։ Առաջին գնացած լուրը դա է նստում հասարակության Այո, ների վրա։ այո։ Առաջինը գնաց եւ բոլորին ապշեցրեց, որ ահաբեկչական գործողության են պատրաստվել Սրբազանը եւ իր մտերիմ մարդիկ, շրջապատի մարդիկ, падգամավորներ եւ այլն։ Դրանից հետո մինչև հիմա ժողովուրդը դեռ չի հակառակը ընկալում, որ սա կեղծիք է։ Այսինքն իշխանությունն արեց իր զարուրելի գործը, որակավորում տվեց։ Հիմա նույնը Անդրանիկ Թևանյանի պարագայում, վաղը ձեր պարագայում։ Լավ, ես խնդրեմ այս մասին ասեք, ոնց կարող ենք պայքարել այդ տեղեկատվական այդ խայտառակ այդ քարոզչության դեմ, երբ որ իրենց ձեռքին է եւ հանրային հեռուստատեսությունը եւ տարբեր հզոր լրատվամիջոցներ, իսկ մեր այս փոքր լսարանները հաճախ տեղել չեն հասնում, որպեսզի հասցնենք մեր ժողովրդին իրականությունը։ Մենք ականատես եղանք, որ 1 ամիս առաջ Գեղամ Մանուկյանը, պատգամավոր նախկին, ինքը եւս ասաց, որ այդ փակ նիստի ժամանակ ինքը անգամ պնդել է, որպեսզի բաց լինի, քանի որ այդ նիստի ժամանակ չի քննարկվել ոչ մի պետական գաղտնիք, այլ ՔՊԱ-ականներն են ասել, քանի որ իրենք շատ են,
իրենք են քվեարկել, որպեսզի փակ լինի, եւ այդ փակ նիստից հետո Գեղամանուկյանը ասաց, որ ինքը լրագրողներին ասել է, հարցազրույց է տվել, որ ոչ մի պետական գաղտնիք չքննարկվեց, ու այդ քննարկված նյութերը ինքը հենց այդ ժամանակ էլ է հրապարակել։ Դա մեկ։ Երկրորդը, դա 24 թվականի դեպք է, չէ՞։ Եթե 24 թվականից առ այսօր 2 տարի շարունակ ինչ-որ ոչ մի բան չի եղել, անգամ նախկին ԱԱԾ-ի պետն էլ, տնօրենն էլ ասաց, որ եթե 2 տարի, 3 տարի, չէ, հարցազրույցի ժամանակ լսեցիք, եթե 2-3 տարի առաջվա դեպք է, դուք եթե կար իրական պետական գաղտնիքի արտահոսք, եթե դուք չեք այդ ժամանակ եք դուք պարտավոր իրեն միանգամից կալանավորել, հիմնավորել, բայց այդ ժամանակ ամեն ինչ մեր լսարաններին պարզաբանվել է, որ այդտեղ չի եղել ոչ մի պետական գաղտնիք։ Այսինքն Անդրանիկ Թևանյանի մեղադրվող այս մեղադրանքները բոլորը փուչ են, բոլորը զրո են։ Եվ դատարանում, բայց արդյունքում, եթե դատարանը գնալու եւ այդ ամեն ինչը փոշիանա, արդյունքում Անդրանիկ Թևանյանի առողջականն է, չէ, այստեղ արդեն առողջականի վրա են ազդում, մեկուսացնում են հոգեբանական ստրես, Օրենքնազ Մանուկյանի աղջիկը անչափահաս հոգեկան ստրես է ապրում, հոգեբուժ են կանչել, հոգեբան են կանչել, այսինքն իրենք ազդում են թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, ամեն ձև, այլ քաղբանտարկյալը հենց այդպես էլ լինում է, էլի, քաղբանտարկյալը հենց իրենք են։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հանրայնացնենք ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, հասկանա, այս մեր 4-5 տարվա աշխատանքը իզուր չի գնացել, քանի որ իրենք տեսան, որ այս ԱԺ հունիսի 7-ին իրենք պարտվել են։ Իրենք եթե չանեին այդ ընտրակեղծիքները, որը եղավ պարզ ընտրակեղծիք ասածը այն էր, որ նաև երկու ընտրատեղամասերի արդյունքները իրենք չեղյալ արեցին, հակասահմանադրական քայլ էր, չնայած սահմանադրական դատարանը դա չընդունեց, բայց մարդու իրավունքները ոտնահարվեցին, հազարավոր ընտրողների ձայները ոտնահարվեցին, չեղյալ արվեցին ու նոր ընտրություն չեղավ այդ ընտրատեղամասերում։ Եթե լիներ, հիմա Անդրանիկ Թևանյանը կդառնար падգամավոր եւ օրենքի ուժով դուրս կգար կալանավայրից։ Այսինքն իրենք մտածված այդ երկու ընտրատեղամասերը, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ էր ձայներ հավաքել, այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները չեղարկեցին, որպեսզի Անդրանիկ Թևանյանը չվերցնի եւ Գագիկ Ծառուկյանը չվերցնեն մանդատները, որպեսզի իրենց կարողանան կալանքի տակ երկար պահեն։ Դա եւս մեկ փաստ է, որ մեզ ապացուցում է, որ իրենք քաղբանտարկյալ են։ Ես ուզում եմ որպես եզրափակում մեր այս հարցազրույցի, մեր երկիրը լրջագույն վտանգի առաջ է։ Հայաստանից տարածքներ են փորձում տալ, Հայաստան ուղղակիորեն դնում են արտաքին, արդեն իսկ արտաքին կառավարման տակ ենք, բայց ավելի է խորանալու դա, Ադրբեջանը թե էներգետիկ առումով է նաև դառնալու այսպես մեզ, ասում է ես կօգնեմ Հայաստանին հնարավոր ճգնաժամի ժամանակ էներգիա կմատակարարեմ, այսինքն բոլոր, ինչպես ասում են, ծորակները, լծակները հանձնվում է թշնամական պետությանը, ոնց ենք առնում սրա դիմաց, դրա հետ ներսում Փաշինյանը լուծում է, լռեցնում է, բանտարկելով տարբեր տարբերակներով, ինչպես ձեր բնակարանի վրա հարձակումն է, վախեցնելով, ծեծի ենթարկելով, տարբեր գործիքակազմերով, աշխատանքից հեռացնելով, մարդկանց փորձում է ակտիվ հայ մարդկանց հեռու պահել, այդ ընդվզման պայքարի հնարավորությունից, մյուս կողմից էլ ասում է, դե եթե դեմ եք, խնդիր եք տեսնում, դուրս եկեք փողոց։ Այդտեղ էլ ուզում է երևի էլի նորից փորձել ձերբակալությունների շղթան շարունակել։ Ուզում հարցս հետևյալ կոնկրետ ձևակերպեմ, Դա մենք ոնց ենք պայքարելու այս վիճակից դուրս գալու համար, հայրենիքը, մեր պետությունը կորցնում ենք։ Շատերը մեզ ասում են, դուք դառնալու եք ոնց որ ասորիները, ոնց որ գնչուները, դուք տեսեք ինչի հետ են մեզ համեմատում, ասորիները
միշտ այսպես նախանձով են նայել, որ իրենք էլ ունեցել են դարեր առաջ զոր պետականություն, փոշիացավ այդ պետականությունը, բայց տեսեք հայերը որպես հին ժողովուրդ կարողացան ամեն դեպքում փոքր հատվածի վրա պահել իրենց պետականությունը։ Հիմա 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ մենք հայրենիք ենք կորցնում, պետություն ենք կորցնում։ Ո՞նց եք դուք տեսնում հնարավոր պայքարի մեթոդները, մեխանիզմները, ո՞նց ենք իրավիճակ փոխելու։ Տեսանք, որ ընտրություններն էլ չփոխեցին։ Ընտրություններով կեղծեցին, գողացան, ոնց ուզեցին արեցին, տարբերակներ իրականացրեցին, դրսից չգիտեմ ինչ օգնություններով կարողացան վերաշարունակել, վերընտրվել։ Ես չգիտեմ, ուզում եմ լսել ձեզ, դուք հույսեր ունեք, որ մենք այս իրավիճակից կարող ենք դուրս գալ։ Այգ նախ պատմական փաստեր շատ կան, որ երկրները փրկել են ու երկրներ կառուցել են անհատները։ Այն անհատները, ովքեր գնացել են կենաց մահու պայքարի, իրենց անձը զոհաբերելով, իրենց կյանքը զոհաբերելով, փորձել են երկրի համար անել առավելագույնը։ Եվ հիմա, եթե մեր երկրում ովքեր փորձում են կանգնեն այս գլորվելու դեմ, այս կահավիժման դեմ, իրենց բանտարկում են, իրենց ահաբեկում են, այսինքն շատ լավ հասկանում են արտաքին ուժերը, որոնք փորձում են մեզ կործանեն, որ մեր նման քաղաքական գործիչները կարող են ժողովրդին համախմբել իրենց շուրջ։ Իսկ երբ որ ժողովուրդը համախմբվում է անհատի շուրջ, արդեն եթե անհատը լինում է պետականամետ հայրենասեր, արդեն բան է փոխվում։ Այսպես ասած, որ ասում են գեղ կանգնի, գերան կկոտրի, այդ հասկացողությունը իրենք փորձում են չլինի Հայաստանում։ Այն մարդիկ, ովքեր կկարողանան մոբիլիզացնել ժողովրդին, հանուն հայրենիք փրկելու գաղափարին, այսինքն, ինչպես նշեցիք, ատոմակայանի փակելը դա Հայաստանի գահավիժման հերթական փուլն է լինելու։ Հիմա եթե մենք կանգնենք ատոմականը փակելուն դեմ քաղաքական գործիչներով, դուրս գանք փողոց, ժողովրդին հանենք փողոց, ամեն միջոցներով, փողոցները փակելով, շրջապատելով, ամեն ինչ անելով չթողնենք, որպեսզի ատոմակայանը փակվի, իրենց դա կխանգարի, մեծ ծգեր ծրագիրը կխանգարի իրականացնել։ Դեսպանատների դեմ ակցիաներ անելով, դեսպանատները փակելով, տարբեր կառույցներ, ամեն ինչ անելով, իրանք կհասկանան, որ ահա նայեք ժողովրդին հանում են դուրս։ Ժողովրդին ով պետք է հանել դուրս, ով պետք է հույս տա, դա քաղաքական գործիչը։ Եթե քաղաքական գործիչին էլ լրացնում բանտարկում են, էլ ժողովուրդը մնում է, այսպես ասած, անտեր։ Հիմա ատոմակայանը փակելով հերթական անգամ, որը այլևս անհնար կլինի վերագործարկել, ինչպես ժամանակին վերագործարկվեց, անհնար կլինի։ Դա անհնար բան էր, որ 95 թվականին, եթե չեմ սխալվում, թե 4 թվականին վերագործարկվեց։ Եթե փակվեց, վերջ։ Ես համոզված եմ միանգամից դեմոնտաժ կանեն, կքանդեն, մետաղաջարդון կվաճառեն, կվերջանա։ Որպեսզի մենք 100% մտնենք Ալիևյան կլանի տակ, մեր երկիրը մտնի Ալիևյան կլանի ազդեցության տակ, կախվածության տակ։ Ռուսական 102 բազան էլ անմիջապես կհանեն, որպեսզի այս գոտին դառնա։ Դուք պատկերացնեք ադրբեջանցիները գալու են իրենց ինչ լկտի պահեն մեր երկրում։ Այսպիսով այս քայլերը հերթական, որ գնում են դեպի դրան, դա հակահայկական քայլեր է։ Հայաստանում հայ չի մնա, եթե այդպես արվի։ Ատոմականը փակվի, կրիզիս է լինելու։ Հոսանքը միանգամից 5 անգամ թանկանալու է։ Գազը Ռուսաստանից փակեն, միանգամից 7-8 անգամ ապրանքների գները թանկանալու է։ Դրամը արժեզրկվելու է։ Քաոս է սկսելու երկրում, տնտեսական կոլապս։ Էլ որ գողություններն ու բնակարանային այդ ռազմոյ ասածները հաճախակի ամենօրյա ամեն րոպեյա ռեժիմով սկսվելու է երկրում։ Այս մեր համակարգը, որ ունենք, անգամ չեն կարողանում այսքան տեսախցիկների շուրջ լիության այդ ժամանակ մի հատ պարզաբանեն, բացահայտեն 2 հոգու մուտքը իմ տուն, դուք պատկասեք, եթե ընդհանրապես թաղամասերով հոսանք չլինի, մութ լինի, ինչ կանեն գողերը, ինչ կանեն ավազակները մարդկանց բնակարանները։ Սպանություններով,
տանջելով, ծեծելով կմտնեն տները, ամեն ինչ կգողանան։ Էլ չասեմ նույն ադրբեջանցիները կգան կանեն դա։ Ինչու ոչ։ Ադրբեջանից սաղին բանտերից կհանեն, կտան բոլորին արտոնություն, կուղարկեն միանգամից Հայաստան։ Կասեն գնացեք ինչ ուզում եք արեք։ Այդքանի դեմ ոնց ենք պայքարելու։ Թվով էլ են շատ, քանակով էլ, ուժով էլ։ Իրանց ոստիկաններին էլ կուղարկեն իրենց քաղաքացիների համար իբրև անվտանգություն։ Քաոս է տիրելու երկրում, եթե ատոմակայանը փակեն, եթե Ռուսաստանը գազը կտրի, ինչպես նշեցի, եթե 102 բազան հանեն մեր երկրից, այդքանից հետո մեր երկիրը գնալու է կոլապսի ու Հայաստանը դադարվելու է։ Անգամ Նիկոլ ընտրողները բոլորը իրենց ընտանիքներին վերցնելու են փախնել մեր երկրից։ Պարոն Տեր-Եսայան, որպեսզի այդ զարուրելի պատկերը, որը դուք հիմա ներկայացրեցիք, եւ դա հեռու չէ իրականություն դառնալուց, որպեսզի դա իրականություն չդառնա, այդ եմ ուզում հասկանալ։ Մենք հայերս, արժանապատիվ հայերս, հայրենիքը սիրող մեր պետության գոյության համար պայքարող հայերս, ինչ պիտի անենք։ Եթե անգամ չեք ուզում բացել, հա, ինչ անելու, եթե կան նման մեխանիզմներ, կա ուղղակի ուզում հասկանալ, կա ընդդիմադիր դաշտում, ընդդիմության մոտ ինչ որ ծրագիր, որպեսզի այդ վիճակը կանխվի, թե չկա։ Օրինակ, իշխանությունն ասում է, ընդդիմություն ունի գաղտնի պլան, բայց ընդդիմությունն ասում է, մենք գաղտնի պլան չունենք։ Իրականում չկա գաղտնի պլան, բայց նաև չկան քայլեր, որոնք կկանխեն այն զարուրելի վիճակը, որի առաջ կարող ենք կանգնել։ Ինչ կասեք այս մասին եւ փորձենք ավարտել։ Այո։ Գիտեք, համախմբում է, ինչպես նշեցի, համախմբում է կոնսոլիդացիան, որը փորձեց անել Մայր Հայաստանը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այդ համախմբումը կլինի, կոնսոլիդացիան կլինի, մեր երկրի Ինչպես կլինի, պարոն Տեր-Եսայան, կներեք, դուք նոր ասեցիք անձերին հեռացնում։ այո, անձերին, այո, Անձերի շուրջ հեռացումը պիտի լինի, գաղափարի շուրջ պիտի լինի, գուցե անձերի շուրջ պիտի լինի հայրենիքի փրկության գաղափարի շուրջ, որ մարդիկ դուրս գան փողոց, ես չգիտեմ, ինչպես պիտի լինի դա։ Անձերի շուրջ լինում է, անձերին բռնում տանում են, ճաղերի հետևն են դնում։ Գուցե այդ պահը այդպես չպիտի լինի, այսինքն անձերով չպիտի պայմանավորված լինի պայքարը, այլ գաղափարական պիտի լինի եւ հզոր, այսպես շարժում պիտի առաջանա իշխանության, քաղաքականության դեմ։ Դե, այսպես ասած, մեդիա պատերազմը Հայաստանում, մեդիա պատերազմը շարունակվում է, ինֆորմացիոն պատերազմը շարունակվում է, ժողովրդին մենք իրազեկում ենք, մենք ամեն հնարավոր մեթոդներով, թեկուզ 10,000 դիտումով, 5,000 դիտումով, մարդիկ մեկը մյուսին սուրճ խմելուց ասում են, այս գաղափարները տարածվում է ժողովրդի մեջ, ինքնաբուխ կլինի նաև, բայց դրա հետ մեկտեղ նաև պետք է քաղաքական գործիչների ակտիվությունը եւ սադրիչների նաև չեզոքացում չթողնելը, որպեսզի սադրիչները գան այդ ինքնաբուխ հավաքների ժամանակ եւ Դե դա շեղեն դժվար է բացառելը, իշխանությունը բոլոր առումներով մեր աշխատում է, նաև այո, սադրիչներ ներարկելով ընդդիմության շարքեր։ մենք ունենք մի քաղաքական լոզունգ, միացեք, որ փոխենք, հարգելի հայրենակիցներ, միացեք, որ փոխենք։ Այդ դա շատ լավ կոչ է մեր հարգելի հայրենակիցներին, որպեսզի ակտիվ լինեն, նայեն, միանան եւ պայքարը շարունակենք։ Պարոն Տեր-Եսայան, մեկ հարց եւս, հարցերը չեն սպառվում, ուղղակի եթե կարելի է այս հարցով ավարտենք, խորհրդարանական պայքարից ակնկալիքներ ունեք։ Ճիշտ ասած, ես շատ ցավով եմ, շատ ցավով եմ մոտենում նրան, որ ակտիվ լավ թիմը Բարգավաճ Հայաստան, Մայր Հայաստան կուսակցության չմտավ ազգային ժողով, եթե մտնեինք ազգային ժողով, էլ ավելի ակտիվ կլիներ, պայքարը ուժեղ կլիներ եւ լրացնելը իրենց շատ գրագետ ու շատ արդյունավետ կլիներ, բայց եկեք նայենք, եկեք նախապես գնահատականներ չտանք, որպեսզի չասեն, որ մենք խոչընդոտում ենք իրենց աշխատանքին, բայց տեսնենք ինչ կլինի։ Հույսով ենք կկարողանան ինչ-որ մի բան անել։
բայց դե ամեն ինչ արվեց իրենց կողմից, որպեսզի մեծամասնությունը լինի օրվա իշխանությունը, դուք տեսաք։ Եթե Բարգավաճ Հայաստանը մտներ, իրենք չէին լինի սահմանադրական մեծամասնություն եւ կկարողանայինք իրենց այդ հայադավ գործունեությունները լրացնել, սահմանադրական փոփոխություն եւ այլ գործողությունները կփորձեինք չեղարկել, բայց այսպես ասում են ամեն ժողովուրդ արժան է իր իշխանությանը, դուք ակտիվությունն էլ տեսաք ՔՊ-ի, ինչպես էին մարդիկ նաեւ իրենց աջակցում, չհասկանալով, երբ որ մի բան գալիս է արդեն ավարտվում է, ժողովուրդը ասում են վայ, բա տեսակ, մենք փոշմանեցինք այն հայի հետին խելքը։ Հիմա որ փողոցում արցախցիներին կանգնացնեք, հարցնեք ինչու եք ընտրում Արայիկ Հարությունյանին, եթե իմանայիք այսպես է լինելու, կընտրեք, ասեն ոչ, չէ, եթե իմանային տնավեր են լինելու հայրենիք կորցնեն։ Իսկ մենք 2020 թվականին ամբողջ մի քարոզարշավ իրականացրեցինք հակա Արայիկ Հարությունյան ընտրելու, բայց ժողովուրդը չլսեց, գնաց ընտրեց։ Ես իհարկե հակված չեմ այս ժողովրդին մեղադրելու, որտեղ ես կարծում եմ մեր դեմ ուժային կենտրոնների հստակ ուժային ծրագիր է աշխարհացած քաղաքական կենտրոններ են իրականացնում, ժողովուրդը մեր երբեմն անտեղյակ է ինչ է կատարվում, խաբում են, ստում են, վախեցնում է ժողովրդին պատերազմով, հիշում ենք ինչ քարոզարշավ եղավ։ Իհարկե ցավում եմ, որ կան նաև մարդիկ, ովքեր նաև գումարի դիմաց են խաբվում, դա էլ կա, ցավոք այդ տեսակն էլ կա, բայց պետք է երևի թեև-թիկունք լինենք մեկ-մեկու եւ մեր հայրենիքը կարողանանք միասին փրկել։ Շնորհակալ եմ ձեր վերլուծության համար, կսպասենք ձեր տեղեկատվությանը բնակարանի դեմ ձեր դեմ իրականացված այս հարձակման հետ կապված։ Ես տեղեկացնեմ իմ հետևորդներին, որ մեր հարցազրույցից հետո ես կտեղադրեմ նաև այն տեսանյութերը, որոնք կտրամադրի մեզ պարոն Տեր-Եսայանը, թե ինչպես են այդ երկու անձիկ են եղել, պարոն Տեր-Եսայան, երկու անձիկ փորձել, այո, հարձակում գործել եւ մտնել բնակարան։ Այսքանով դանակները զինված։ ինչպես Զինված դանակներով, Այո, այո, սառույցով։ այո, եւ ձեր արդեն կադրերում ներկայացրած արդեն դրանք հստակ երևում են։ Շնորհակալ եմ այս վերլուծության համար, սպասենք ձեր նոր տեղեկատվությանը։ Ես վերհիշեցնեմ, զրուցում էի քաղաքական հասարակական ակտիվ գործիչ, Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ, Իրավունքի եւ արժեքների գերակայություն հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։